Մարտի 26-ին Սևանի Ձուկտրես թաղամասի բնակիչները դիմավորեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Գեղարքունիքի մարզի Թիվուտ ընտրատարածքից առաջադրված պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանին։ Սևանցիներին դիմեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։ Բոլորս գիտենք, ամսի 2-ին տեղի ունենան ազգային ժողովի ընտրություններ, որը գիտեք բոլորդ կարևորում եք։ Ինքը ելնելու է վճռորոշ, ինքը ելնելու է փոփոխություն մեր Հայաստանի Հանրապետության, մեր հասարակության, մեր ժողովրդի համար։ Բոլորս ականատես ենք եղել վերջին 1 տարում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին։ Նոր վարչապետի փոփոխություն, նոր կադրային փոփոխություններ եւ կարծում եմ միայն այն մարդը չի ուզենա տեսնի այդ փոփոխությունները, ով չի ուզում այս երկրում լավ բաներ տեսնի։ Ինչու Աշոտ Ավետիսյան։ Մի մարդ, ով քաջատեղյակ է Սևանի հիմնախնդիրներին։ Մի մարդ, ով ապրել է այս քաղաքում, ապրել է այս քաղաքում, ունի ներդրում այս քաղաքի բազմաթիվ հարցերի եւ անկախ այն բանից ինքը պատգամավորի տեխնացու է, թե պատգամավորի տեխնացու չի, լուրջ ներդրում ունի քաղաքի ցանկացած հարցի մեջ։ Դուք բոլորը ականատես եք եղել հենց մեր քաղաքում սկսված փոփոխություններին, որում ինքը եւս մեծ ներդրում ունի։ Ես ուզում եմ խնդրել բոլորիդ, եկեք միասնական բոլորս համախմբվենք Աշոտ Ավետիսյանի շուրջ։ Եկեք մեր վստահության քվեն տանք Աշոտ Ավետիսյանին, խոստանում եմ, ձեր վստահությունը ստանալու դեպքում, միասնական Աշոտ Ավետիսյանի կողքը կանգնելու դեպքում էլի եմ խոստանում ունենալու ենք արմատական փոփոխություններ, ունենալու ենք մեր բոլորի պատկերացրած մեր երազած Սևան քաղաքը։ Պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանը հայտնեց, որ Սևանն ու սևանցին իր համար մեծ արժեք ունեն եւ երկրի օրենսդիր մարմնում ամեն ինչ անելու է սևանցու խնդիրները լուծելու համար։ Ես բոլոր տեղ ասել եմ, որ ես Սևանը եւ սևանցիներին շատ սիրում եմ։ Իրոք սիրելի սևանցիներ, ես իմ ամբողջ կենսագրությամբ նվիրված եմ Սևանին, Սևանից հարակից գյուղերին, ամեն ինչ անում եմ, որպեսզի այդ տարածքը իրենը շատ լավ զգա, զարգացած զգա, անտարբեր անցնել այն վիճակից, ինչը որ այսօր է, ես չեմ կարող, որովհետև տեսնում եմ պետքա բոլորին աջակից լինել, պետքա կանգնել այն մարդու կողքին, ով որ կարիք ունի օգնության, կարիք ունի այն մարդուն, որ իրենը ոգևորում։ Եվ ես տեսնում եմ հարգանքը դեպի ինձ շատ բարձր է, փողոցով եթե ես քայլում եմ, տեսնում եմ մարդիկ իրոք շատ սրտանց են ողջունում, դա արդեն իսկ ամենամեծ հարստությունն է կյանքի, որով ես եւ հպարտ եմ, եւ հզոր եմ, եւ շատ հարուստ եմ։ Սիրելի սևանցիներս, ուզում եմ հետագա կյանքս էլ ձեր համար ծառայել, որովհետեւ տեսնում եմ մեր քաղաքի դեմք ու դիրքը պետքա փոխվի, պետքա ամեն ինչ արվի։ Իմ հնարավորության սահմանում ազգային ժողով գնալուց հետո իմ առաջի ուշադրությունը բնականաբար այն ժողովուրդն է լինելու, որոնց հետ ես ունեմ ապրած կյանք, որտեղ որ իհարկե ինչ հնարավոր է արել եմ, սրանից հետո հազարապատիկ շատը պետք է անեմ, որովհետև ես ձեր ծոցից դուրս եկած մարդ եմ, իմ կյանքն ու կենսագրությունը դուք գիտեք, ես գործի մարդ եմ, ոչ թե գնալու եմ կոճակ սեղմեմ կամ նստեմ աթոռին, այլ գնալու եմ լինելու եմ ամենաակտիվը, ձեր հոգսերը, ձեր բոլոր նպատակները, այն ինչը որ մեր քաղաքի համար դեպի լավն է տանելու, ես այդ լավի կողքին եմ լինելու։ Սիրելիներս, մենք պետք է համախմբվենք։ Բակային հանդիպումը հենց առաջին այստեղից ենք սկսում, նման մարդաշատությունը ինձ շատ ոգևորում է։ Դա ինձ ասում է, որ արդեն ես ունեմ մի շատ հզոր բանակ, որը միշտ իմ մեջքին կանգնած է լինելու եւ ես հզոր բանակին ծառայելու եմ անմնացորդ նվիրումով։ Աշոտ Ավետիսյանը նշեց, որ թեժ պայքար է ընթանում հատկապես կուսակցությունների ռեյտինգային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև։ Նա համոզված է, որ այդ թեժ պայքարում հաղթողներից մեկը ինքն է լինելու։ Այս կուսակցությունների ռեյտինգային ցուցակում մարդիկ շատ են։ Այդ 87 հոգու պարագայում ընտրել ամենալավագույնին, որը կարող է ձեզ ծառայել իրեն աշխատանքով, իրեն գիտելիքներով, իրեն աշխատանքային փորձով։ Ինձ թվում է ես այդ ամեն ինչը բավարարող մարդ եմ եւ ձեր քվեն ստանալու եմ, ես դրանում կասկած չունեմ։ Ողջ քաղաքը համախմբվենք, գյուղերով պետք է համախմբվենք։ Թասիբը շատ լավ բան, ընկերներ, եթե թասիբը չի գործում կյանքում, ուրեմն իմացեք, կյանքը կարծես թե աննպատակ է դառնում։ Պետք է գնալ այնտեղ, որտեղ ձեր շահը պահպանողն է։
ես այդ մարդն եմ, որ ձեր շահն եմ պահպանելու եւ անելու եմ ամեն ինչ անելու եմ, համագործակցելու եմ մեր նորընտիր քաղաքապետի հետ։ Բոլորը տեսնում եք ինչ աշխատասեր տղա է։ Վերջին տարիների քաղաքապետերի գործերն էլ եք տեսել, մեր երիտասարդ քաղաքապետի ձմեռը տեսակ ինչ կարգի կոնկրետ մեր քաղաքապետը։ Եվ թեւու թիկունք եմ լինելու մեր քաղաքապետին, ամեն ինչ անելու եմ, որպեսզի նա շատ ու շատ ոգևորված աշխատի։ Ինչքան հիմա է ոգևորված, 1000 անգամ ոգևորվածությունը շատանալու է։ Երիտասարդ է, պետք է սատարենք բոլորս, պետք է գնանք իրոք մեր քաղաքի վերակառուցման գործին։ Իրան ոչինչ չի լինի, պետք է աշխատել, պետք է տրամադրվել, պետք է իշխանություններում ունենալ ներկայացուցիչ, որպեսի բարձրացնի այդ հոգսերը։ Առանց հոգսերը բարձրացնելու հոգսերը լուծում չեն ստանում։ Կոնկրետ ես գնում եմ այդ հոգսերը բարձրացնելու համար, սիրելի ժողովուրդ։ Կուզում եմ այս ընտրություններին առողջ մոտեցում ցույց տաք։ Պետք է համախմբվենք, պետք է ձայն տալ այսօրվա ձեր տեխնացուին, որ ձեր խոնարհ ծառան եմ, եւ գիտեք, ոչ խափող եմ, ոչ փախնող եմ, ամեն օր ինձ տեսնելու եք, իմ դուռը բաց է լինելու։ Լավ լինեք ժողովուրդ ջան, իհարկե շատ ոգևորված եմ, շատ տրամադրված եմ ազգային ժողովում աշխատելու համար եւ կասկած չունեմ, ողջ Սևանը լինելու է իմ կողքին եւ մենք հաղթելու ենք այս մրցապայքարում։ Հարգելի սևանցիներ, հարգելի ժողովուրդ, ուրեմն այսօրով հավաք իրոք ինչ-որ բան ասում եմ ես, քանի որ մեր տեխնացուն շեշտեց քաղաքապետի մասին, 9 հարկանի շենքում դուք գիտեք 108 ընտանիք են ապրում, ամբողջ Կոյուղաջուրը լսում էր նկուային հարկ, մի օրվա ընթացքում հարցը լուծեց մեր քաղաքապետը, շնորհակալ ենք իրանից, մի քանի անգամ վերելակը խափանվեց, նորից մեր կողքին է, շնորհակալություն, քաղաքապետի մասին չի խոսքը հիմա, մեր տեխնացուի մասն է խոսքը, ուրեմն հացը սուրբ է, իզուր չէ, որ մարդը միտեղ գնում է, ղեկավարները կամ ինչ-որ բարձրաշեն մարդիկ, դիմավորում են աղու հացով, ժողովուրդ, հացի մեջ աղ կա, իսկ հացը նշխար է, մենք պիտի սատարենք նշխար ստեղծողին, նշխար արարողին։ Մեզ չի, որ հիմա դուք առաջի անգամ մեր կողքը կանգնած եք, որ շնորհակալություն ենք հայտնում, մեր հարգարժան քաղաքապետի ընտրության ժամանակ ես շնորհակալություն եմ հայտնել, եթե դուք հիշում եք, հիմա էլ եմ ասում շնորհակալություն, ձեր դուռը ես ծեծել եմ, մերժված դուրս չեմ եկել, ձեզ առողջություն, ձեզ հաջողություն, լավ մարդ եք դուք, կանաչ ճանապարհ, որպես մեծ անուն, մեծ մարդ, մի այլ մարդ ինքը Սևան քաղաքում եղել, հատկապես իմ ընտանիքի համար, դա տարիներ առաջ էլ է եղել եւ մոտակա ժամանակահատվածում։ Իմ հիվանդ երեխային ես որտեղ կանում ասում եմ, ինքը առաջին մարդն է եղել, որ օգնություն ա ցույց տվել, փառք, ու բոլորս պետք է միաձայն, միահամուռ, անկեղծ ու մաքուր քայլերով գնանք եւ Աշոտ Ավետիսյանին ընտառաջ եւ գոհունակությունս նաեւ քաղաքապետին։ Բոլորս միասին։ Բոլորից հետ շնորհակալություն եմ հայտնում այսօր իմ աղբորս համար թեև ու թիկունք կանգնած։ Մենք քույր եղբայր ինչ-որ մի բանի հասել ենք ձեզանով ժողովուրդ ջան։ Առանց ժողովրդի մենք ոչինչ չէինք կարող անենք եւ ոչինչ էինք։ Շատ շնորհակալություն, որ մինչև հիմա մեզ օգնել եք, արել եք, հասել եք, ձեռ եք բռնել, իսկ հիմա Ավետիսյան Աշոտ։ Երեխաների աջակցության հիմնադրամ հասարակական կազմակերպությունը միշտ եղել է Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանի հոգացության եւ ուշադրության կենտրոնում, հայտարարեց երեխաների աջակցության հիմնադրամի տնօրեն Կամո Առաքելյանը։ Սիրելի սևանցիներ, սիրելի ժողովուրդ, այն բարձր մարդկային արժեքների մասին, որ հնչում է այստեղ պարոն Աշոտ Ավետիսյանի մասին, դա մենք բոլորս գիտենք։ Ես ուղղակի կցանկանայի մեկ այլ բանի մասին խոսել, որը վերաբերում է մեր մատաղ սերնդին, մեր երեխաներին։ Խնդիրն այն է, որ Սևան քաղաքում եւ գյուղերում գործում է երեխաների աջակցության հիմնադրամ հասարակական կազմակերպությունը արդեն 11 տարի։ Այդ տարիների ընթացքում շուրջ 2000 եւ ավելի երեխաների ծնողազուրկ, աղքատ, կարիքավոր
հիվանդ երեխաների ցուցաբերել ենք բազմապիսի աջակցություն եւ օգնություն։ Դեղորայքային, կրթական, սոցիալական եւ այլ տարբեր ծրագրեր են արվել։ Եվ այդ 11 տարիների ընթացքում Աշոտ Ավետիսյան անձնավորությունը եղել է կազմակերպության կողքին, այդ երեխաների կողքին։ Ես մտածում եմ, որ մենք այլընտրանք չունենք։ Ապրիլի 2-ին մեր քվեն պետք է տանք Աշոտ Ավետիսյանին։ Աշոտ Ավետիսյանը մեր պատգամավորն է։ Հանդիպման ավարտին պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանը վստահեցրեց, որ մարդկանց քվեները ստանալուց հետո իր ողջ փորձառությունը եւ ուժերը ծառայեցնելու է իշահ ժողովրդին։ Ոգևորությունը շատ է մեր մեջ։ Իմ կողմից պարտավորությունը առավել եւս մեծ է։ Ձեր բոլորի քվեն ստանալուց հետո ծառայելու եմ ձեզ անմնացորդ եւ իմ ողջ աշխատանքային կենսագրությունը, աշխատանքային փորձը, հմտությունը ծառայեցնելու եմ մեր երկրի հետագա զարգացմանը։ Շնորհակալ եմ բոլորից ներկայության համար։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անվտանգություն եւ առաջընթաց կարգախոսով ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանը շարունակում է իր նախընտրական քարոզարշավը։ Արփինե Մինասյան, Արգամ Պողոսյան, Գեղամաուր։